Ասում եք անկախ եք, բայց ձեր անունը կապում են տարբեր ուժերի հետ։ Նախկին նախագահների, նրանց հետ փոխկապակցված անձանց։ Իմ տարիքի բերումով, նաև մասնագիտական գործունեության տարիներին ես աշխատել եմ այն շրջանում, երբ նախորդ երկու նախագահները իշխանությունում էին։ Եթե նրանց ժամանակաշրջանում աշխատելը պիտի հաշվենք, որ իրենց համար եմ աշխատում, սա ընդամենը ներողություն արտահայտությանս համար մեղք եւ տգետ մոտեցում է, որովհետեւ իմ տարիքը դեռ այն մեծ տարիքը չէ, որ ասեմ, եղել եմ պետական իշխանությունում, կուտակել եմ հարստություն, ունեցել եմ սա, ունեցել եմ դա, ավելին ասեմ, ես շարունակում եմ իմ պարզ կենցաղավարությամբ գոյատևել, ապրել եւ զարգանալ։ Ես որևէ դեպքում իմ կյանքի, որևէ փուլում չեմ եղել գործող կամ նախկին իշխանությունների թիմից։ Հայերենը հարուստ լեզու է։ Եթե հիմա պիտի թիմայնացնենք, այսպես ասենք, ես եղել եմ թիմում, բայց չեմ եղել թիմից։ Իսկ եղել եմ թիմում, որովհետև այդ մարդիկ էին իշխանությունում։ Օրինակ ես հանրային հեռուստաընկերությունում եմ աշխատել։ Դուք պատկերացնում եք հանրային հեռուստաընկերությունում աշխատես եւ ասես ես մերժում եմ պետական մարմիններից եկած հաղորդագրությունները։ Դրանք չեմ տալիս, որովհետև ես ունեմ հակառակ որոշում։ Ավելին բոլոր ժամանակներում էլ ինձ ընդունել են որպես տարբերվող կարծիք ունեցող մարդ, որի մոտեցումներն ու սկզբունքները հետաքրքիր են։ Գուցե ոչ վճռորոշ կամ ճակատագրական, հետաքրքիր են։ Ինչու՞, որովհետև դուք կարող եք այս բաժակին ձեր դիտանկյունից նայել, ես այս դիտանկյունից նայել եւ պարտադիր չեմ, որ մեր բոլոր զրույցները ավարտվեն սեղանը այսպես տապալելու կամ շուռ տալու ակցիայով։ PR ակցիա չպետք է անենք, հա, մենք խնդիր պիտի լուծենք։ Եթե կարճ եւ ուղիղ պատասխանեմ ձեր հարցին, ինձ վրա ազդեցություն է ունեցել Արամ Մանուկյանը, բացառապես, եւ Դրաստամատ Կանայանը։ Եթե պիտի գնանք Գերեզմանի մոտ իրենց հարցնենք, դուք հովանավորում եք կամ չեք հովանավորում, ապա ինձ համար մեծ պատիվ կլինի, որ իրենք Անդր Շիրիմյան աշխարհից պատասխանեն այդ հարցին։ Ու ես ասեմ, ինչու են նման խոսակցություններ տարածում։ Աղվեսի դունչը, որ խաղողին չի ասում, ասում է թթու։ Անկախ մարդը անկանխատեսելի է եւ վախեցնող։ Կախյալ են ուզում բոլորը տեսնեն իրենց դիմացին։